Գոյամարտ սերիալում լարվածությունը հասել է մի կետի, որտեղ արդեն ոչ մի հարաբերություն կայուն չէ, ոչ մի ընտանիք ամբողջական և ոչ մի կերպար ներքին խաղաղության մեջ։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ սյուժեն տանում է շատ բարդ հոգեբանական դաշտ, որտեղ մարդիկ ստիպված են ընտրել սեր, ընտանիք, արժանապատվություն, թե վրեժ։ Լեոյի և Հունանի հանդիպումը հենց այն տեսարաններից էր, որից հետո հեռուստադիտողները երկար ժամանակ քննարկելու են յուրաքանչյուր արտահայտություն ու հայացք։ Լեոն գնում էր այդ տուն ոչ թե հանուն Հունանի, այլ միայն Լեայի սիրուց դրդված։ Նա պատրաստ էր մի կողմ դնել վիրավորանքը, անցյալը, նույնիսկ հպարտության մի մասը, միայն թե հնարավորություն ունենար պահպանել իրենց հարաբերությունը։ Բայց Հունանն ինչպես միշտ ամեն ինչ վերածեց ուժի պայքարի։ Նրա պահանջը, որ Լեոն ներողություն խնդրի, պարզապես խոսքեր չէին։ Դա փորձ էր կոտրելու Լեոյին, ստիպելու ծնկի գալ։ Բայց Լեոն այն կերպարը չէ, ով կարող է դա անել։ Նա Ռաֆի որդին է և նրա մեջ այդ արժանապատվությունը շատ ուժեղ է։ Երբ նա ուղղակի հեռանում է Հունանի տնից կատաղած, դա դառնում է ոչ միայն զայրույթի դրսևորում, այլ նաև վերջնական սահման։ Լեոն հասկանում է, որ Հունանի հետ նորմալ խոսակցություն հնարավոր չէ։ Հունանը չի ցանկանում խաղաղություն, նա ցանկանում է վերահսկել մարդկանց, բայց ամենացավոտ հարվածը Լեոյի համար նույնիսկ Հունանը չէր, դա Մանանն էր։ Այն պահին, երբ Լեոն տեսնում է Մանանին այնտեղ, նրա համար ամեն ինչ կարծես փլվում է։ Մանանն, ով միշտ ընտանիքի կողքին էր, ով միշտ եղբոր ցավը իր ցավն էր համարում, հիմա կանգնած է հենց այն մարդկանց տանը, որոնց պատճառով Դավիթը մահվան եզրին էր հայտնվել։ Ամենացավալին այն է, որ Մանանը նույնիսկ քայլ չի անում Լեոյի հետևից, նա ասես օտար լինի։ Սա շատ ուժեղ հոգեբանական տեսարան է, որովհետև այստեղ Լեոն հասկանում է, որ կորցնում է ոչ միայն հարաբերությունները, այլ նաև ընտանիքի ներսի միասնությունը։ Նրա համար սա դավաճանության զգացողություն է։ Բայց մյուս կողմից Մանանի վիճակն էլ է շատ բարդ։ Նա հոգեպես կոտրված է, մենակ և հիմա փորձում է հասկանալ ինքն իրեն։ Նրա լռությունը կարող է լինել ոչ թե անտարբերություն, այլ ներքին խառնաշփոթ։ Սերիալում շատ կարևոր է դառնում նաև Իննայի կերպարը։ Իննան այն քիչ մարդկանցից է, ովքեր կարողանում են իրավիճակին նայել սառը գլխով։ Նա հասկանում է, որ Հունանի գործողություններն իրենց ընտանիքը տանում է կործանման։ Նրա համար արդեն ակնհայտ է, որ ուժով, սպառնալիքներով ու մանիպուլյացիաներով հնարավոր չէ պահել ոչ ընտանիքը, ոչ երեխաները։ Եվ հենց այդ պատճառով նա Հունանին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ վերադարձնել ընտանիքի խաղաղությունը, կամ կորցնել ամեն ինչ։ Սա շատ կարևոր պահ է Հունանի համար, որովհետև առաջին անգամ նրա կողքին կանգնած մարդը ոչ թե վախենում է իրենից, այլ պահանջ է դնում։ Իննան հասկանում է, որ եթե հիմա չկանգնեցնի Հունանին, ապա շատ ուշ կլինի։ Նա արդեն տեսնում է, թե ինչպես է ընտանիքը քանդվում ներսից։ Լեան տառապում է, Էռնան հոգեբուժարանում է, Գրիշոն դուրս է վերահսկողությունից, իսկ Հունանը շարունակում է միայն խորացնել հակամարտությունները, սակայն ամենապայթյունավտանգ զարգացումը դեռ առջևում է։ Լեոն որոշում է Լեային փախցնել։ Սա շատ խորհրդանշական քայլ է։ Նա կարծես հասկացել է, որ այլ ճանապարհ չկա։ Եթե ուզում է լինել Լեայի հետ, պիտի նրան բառացիորեն հանել այդ թունավոր միջավայրից։ Նրա ընկերոջ հետ գալը Լեայից տան մոտ արդեն իսկ հուշում է, որ նա պատրաստ է գնալ ռիսկի, բայց այնտեղ նաև Արամն է և սա պատահական չէ։ Արամի ներկայությունը գնալով ավելի խորհրդավոր է դառնում, նա կարծես միշտ հայտնվում է այն կետերում, որտեղ ամենամեծ պայթյուններն են լինելու։ Նրա և Լեոյի միջև լարվածությունը վաղուց կար, բայց հիմա այն վերջապես դուրս է գալիս բացահայտ մակարդակի։ Հավանաբար հենց այդտեղ էլ սկսվում է նրանց վեճը։ Լեոյի այդ պահին լարված, վիրավորված ու կատաղած հայացքն ամեն ինչ ասում է։ Արամն էլ իր հերթին ունի իր ներսի կուտակված հարցերը, և երբ երկու նման մարդիկ բախվում են, արդյունքն արդեն կանխատեսելի է։ Այն, որ Արամը հետո կապտուկներով է հայտնվում Հունանի առաջ, շատ բան է ասում, բայց այստեղ ամենահետաքրքիրը Հունանի արձագանքն է լինելու։ Նա արդյոք կփորձի օգտագործել այս իրավիճակը Լեոյի դեմ, կամ գուցե հասկանա, որ իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Արամի դերն այս ամենում նույնպես շատ կարևոր է։ Շատ հեռուստադիտողներ շարունակում են կասկածներ ունենալ նրա կերպարի հետ։ Հնարավոր է, որ հենց նա դառնա այն մարդը, ով վերջնականապես կբացի
բոլոր ճշմարտությունները։ Այս ամենը միասին գոյամարտը դարձնում են ոչ միայն ընտանեկան դրամա, այլ իսկական հոգեբանական պատերազմ, որտեղ սերը վերածվում է պայքարի, ընտանիքները ճակատամարտի դաշտի, իսկ յուրաքանչյուր ճշմարտություն պայթյունի։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ ծանր զարգացումներ։ Կստացվի՞ արդյոք Լեոյին փախցնել Լեային, ինչ հետևանքներ կունենա Արամի ու Լեոյի բախումը, կկարողանա Իննան կանգնեցնել Հունանին և վերջապես կփրկվի այս ընտանիքներից որևէ մեկը ներսից քանդվելուց։ Մի բան արդեն ակնհայտ է. գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր հերո ստիպված է լինելու վճարել իր ընտրության գինը։